Բոլորս ասում ենք լավ, իսկ ինչ մոտիկ է Եվրոպան, կարող եք սնունդի վրա ձեր ծախսել, գնացեք Իտալիան, տեսեք, Վենետիկը տեսեք, հետ եկեք։ Անհրաժեշտ է լինում 10,000 եվրո հենց հաշվին ունենալ, որպեսզի Եվրոպան, որպեսզի Իտալիան վստահ լինի, որ դու չես գնում այնտեղ հանձնվես, այլ կարող ես քո ծախսերը հոգալ, հետո հետ վերադառնալ։ Հարևանից վերցնում ենք, բերում ենք, մուտքագրում ենք բանկային հաշիվ, դրանից մի տարի առաջ էր որ պլանավորել ենք 100,000 դրամ աշխատավարձ ենք ստանում, կանխիկացնում ենք, նորից գցում ենք, կանխիկացնում ենք, նորից գցում ենք, որպեսզի դեսպանատուն նայի 300,000 դրամից ընդամենը 100,000-ն էր ձերը հիշում ենք, աշխատավարձ 100,000-ն էր, մյուս 200,000-ը քանի որ հիմնավորված չի, այդ փաստաթղթերներ չեք կազում, դրա 20% պիտի հարկ վճարեք, անգամ արեք 12, 40,000-ը, 470,000 դրամ, 470,000 դրամ չունեցած փողից պետք է հարկ վճարեք, որ վիզա ստանաք, բայց 10,000 եվրոն որ պիտի տանեիք գցեիք, 2,000 եվրոն պիտի հարկ վճարեք, այսինքն դուրս եկավ Իտալիան ձեր վրա նստեց, բացի այն 250,000 դրամը, մոտավորապես 1,500,000 դրամ։